Ադամանդի արդյունաբերությունն օգնել է Բոտսվանան աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկից վերածել միջին եկամուտ ունեցող երկրի։ Բոտսվանային հաջողվել է պահպանել կայուն քաղաքական միջավայր և կոռուպցիայի ցածր մակարդակ։ Ադամանդի եկամուտների կառավարման և ժողովրդավարական պրակտիկան թափանցիկությունը վճռորոշ է եղել երկրի հաջողության համար։ Ադամանդից ստացված եկամուտները պետությունը ներդրել է ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտներում։ Չնայած ադամանդները շարունակում են մնալ Բոտսվանայի տնտեսության հիմնաքարը, կառավարությունն աշխատում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և զարգացնել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, արտադրությունն ու ֆինանսական ծառայությունները։ Բոտսվանան հաճախ նշվում է որպես մոդել կամ օրինակ, թե ինչպես կարող են ռեսուրսներով հարուստ երկրներն օգտագործել իրենց ռեսուրսները կամ բնական պաշարները կայուն զարգացում ապահովելու համար։ Այս հաջողության պատմության ճիշտ հակառակ պատկերը կրկին գալիս է Աֆրիկայից, մասնավորապես Զիմբաբվեից։ Զիմբաբվեն հրաշալի օրինակ է վատ առաջնորդության, ռեսուրսների անարդյունավետ կառավարման և դատական վատ գործող համակարգերի հետևանքների համար։ Արևելյան Զիմբաբվեում ալմաստներ կամ ադամանդներ արդյունահանում են 2006 թվականից ի վեր։ Պետական Zimbabwe Mining Corporation-ը կանխատեսում էր, որ ադամանդի հանքավայրերից մեկը տարեկան կարտադրի 16,9 միլիոն կարատ, նախագիծը դարձնելով աշխարհում ամենամեծը կարատների առումով։ Երկիրը պետք է տարեկան վաստակեր $2 միլիարդ։ Այնուամենայնիվ, 2012 թվականին Զիմբաբվեի ֆինանսների նախարարը դժգոհություն հայտնեց, որ ադամանդների առևտրի արդյունքում պետական գանձարան մուտքագրվել է ընդամենը չնչին $19 միլիոն։ 2016 թվականին հարցազրույցի ժամանակ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն խոստովանեց, և ես մեջբերում եմ նրան. «Մենք ընդհանրապես շատ բան չենք ստացել ադամանդի արդյունաբերությունից։ Չեմ կարծում, որ մենք գերազանցել ենք $2 միլիարդ, բայց կարծում եմ, որ ավելի քան $15 միլիարդ արդյունահանում է եղել»։ Սրա ողջ ողբերգությունը հասկանալու համար պետք է նշեմ, որ Զիմբաբվեի համախառն ներքին արդյունքը 2021 թվականին կազմել էր մոտ $28 միլիարդ։ 13 միլիարդ կորցրած ադամանդների եկամուտները կազմում են Զիմբաբվեի տարեկան ՀՆԱ-ի 46%-ը։ Սա նույնն է, թե ասել Հայաստանը պետք է ստանար $9 միլիարդ եկամուտ, բայց չի ստացել, և գրեթե ոչինչ չանել սրա հետ կապված։ Ոչինչ։ Դե ոչինչ չի արվում, քանի որ ամենայն հավանականությամբ Զիմբաբվեի նախագահը ևս ներգրաված է այդ կոռուպցիոն սխեմայի մեջ։ Հիմա համեմատեք աֆրիկյան այս երկու երկրները՝ Զիմբաբվեն և Բոտսվանան։ Մեկը բարձր կոռուպցիայով և վատ կառավարման ինստիտուտներով, իսկ մյուսը լավ կառավարման ինստիտուտներով, թափանցիկությամբ և ժողովրդավարական սկզբունքներով և հստակ պատկերացումներով, թե ինչպես օգտագործել ադամանդագործության եկամուտները իրենց բնակչության և տնտեսության բարելավման համար։ Երկու դեպքերում էլ ռեսուրսները կամ բնական պաշարները կան, բայց այդ ռեսուրսների օգտագործման տարբերությունն է որոշում այս երկու երկրների տնտեսական հետագիծը։